Կրկին բարև ձեզ, այս անգամ մենք տեղափոխվեցինք մի նոր տաղավար, որը կոչվում է պահանջատիրություն եւ արդեն պաստառներից երևի հասկացաք ինչի մասին է խոսքը գնում։ Սա առաջի Անդրանիկ հաղորդաշարն է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հեռուստաժամն է, որը կայուն հեռուստաժամ է լինելու, մինչև հիմա դուք արդեն ծանոթ եք այս կառույցի հետ, պարբերաբար տարբեր եթերներով, տարբեր կայաններով ձեզ ներկայացրել են այս կառույցի մասին, նպատակների մասին։ Այսօր արդեն առաջի անգամ այս կառույցը վտարանդի կառավարությունը ներկայանում է իր եթերաժամով, որը կլինի պարբերաբար, շարունակաբար ամեն երկուշաբթի 7:30-ից մինչև 8-ը։ Եվ այսօր մեր տաղավարում են գտնվում Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ներքին գործերի նախարար Վահե Մեսրոպյանը, խնդրեմ ներկայացնեմ մեր առաջի մասնակցին եւ Տիկին Հերիկ Նազը, որը ազգային ժողովի պատգամավորն է։ Բարի երեկո։ Ուրեմն բոլորդ էլ տեղյակ եք, որ այս կառույցը արդեն ստեղծված է 2011 թվականից ընտրություններով ընտրված է ազգային ժողովի նախագահ Տիգրան Բագրատունի, վարչապետ Արամ Մկրտչյան, ամբողջ ինչպես հարիր է պետությանը, ունի բոլոր կառույցները, ԱԱԾ նախարար, կրթության նախարար, բոլոր տեսակի կառույցները եւ ամենակարևորը ունի ազգային ժողով, որը կազմված է 39 հոգուց, 39 պատգամավորից, որից 14 պատգամավորը գտնվում են այստեղ Միացյալ Նահանգներում, ամենամեծ պատգամավորական խումբն է։ Եվ մնացած բոլոր պատգամավորները Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Հայաստանում եւ Ռուսաստանում։ Այսպիսի մեծ կազմակերպություն է, որը կատարել է արդեն բավականին մեծ աշխատանքներ, եւ այսօր ես կարծում եմ Վահե Մեսրոպյանը մեզ կներկայացնի այն ծրագրերը, որը մենք հետապնդում ենք, իհարկե պաստառի վրա արդեն տեսնում եք մեր գերագույն գերխնդիր նպատակը, որն է These lands belong to Armenia, եւ պաստառի վրա Վուդրո Վիլսոնը, որը մատնացույց է անում մեր հողատարածքների վրա։ Խնդրում եմ պարոն Մեսրոպյան, ներկայացրեք մեր ծրագրերը եւ բարև ձեզ նորից, հարգելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ ձեզ ներկայացնել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պատմությունը։ Վուդրո Վիլսոնը ԱՄՆ 28-րդ նախագահն էր եւ նա կայացրեց այդ որոշումը։ Հիմա ես կկարդամ ձեզ, թե ինչպես ստեղծվեց այդ իրավարար վճռի նախապատմությունը։ 1920 թվականի ապրիլի 25-ից 26-ին Դաշնակից եւ Ընթերակա ուժերի գերագույն խորհուրդը բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներից որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով։ Առաջին՝ ստանձնել Հայաստանի մանդատը եւ երկրորդ՝ իրավարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը։ Նույն խնդրանքը 89-րդ հոդվածի տեսքով ներառվեց Սևրի դաշնագրի մեջ եւ արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրների անունից հղվեց ԱՄՆ նախագահին։ ԱՄՆ նախագահը իրավասու մարմինները, դրանք պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը եւ նախագահի վարչակազմը եւ համապատասխան աշխատանքային խումբը պրոֆեսոր Վեստերմանի գլխավորությամբ մանրազնին ուսումնասիրեցին հարցը եւ կայացրին իրավարար վճիռ։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը ստորագրվեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին։ Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնական փոխանցվեց Փարիզ Դաշնակից ուժերի գերագույն խորհրդին։ Սույն վճռի պաշտոնական եւ ամբողջական անվանումն է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով երգի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապա ռազմականացման վերաբերյալ 22 նոյեմբերի 1920 թիվ։ Իրավարար վճռի բովանդակությունը։ Ըստ իրավարար վճռի Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա ընդհանուր առմամբ 103,599 քառակուսի կիլոմետր։
Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադատարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական դիտողոսը։ Նման էական կրճատում պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ են եկել հայերի հսկայական մարդկային կորուստները։ Իրավարար վճռի ներկա կարգավիճակն է։ Իրավարար վճիռը վերջնական է եւ պարտադիր է կատարման համար։ Այն չունի ժամանակային սահմանափակում եւ նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից։ Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի 1907 թվականին կնքված 81-րդ հոդվածը, որով ամփոփվել եւ ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում։ Ըստ միջազգային իրավունքի, կողմերը համաձայնվելով իրավարար որոշմանը, ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարար ցանկացած վճիռ։ Կողմերից մեկի մերժումը ի կատարածելու իրավարարությունը չի ազդում վճռի վավերականության վրա։ Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ 16 երկրների կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար։ Հիմա մենք այս դրույթով շարունակում ենք մեր աշխատանքները, քանի որ դա պարտադիր է բոլորի համար, մենք պետք է կարողանանք մեր պայքարը տանել հենց այդ պետությունների հետ, այսինքն նրանց տեղյակ պահելով, եւս մի անգամ հիշեցնելով եւ կարելի է դա բազմաթիվ անգամ հիշեցնել, թեկուզ նրանց հյուպատոսարանի դիմաց, թեկուզ հենց այդ երկրներում, հենց այդ երկրների պարլամենտների դիմաց պետք է կատարվեն այնպիսի միջոցառումներ, որ տվյալ պետության պարագլուխները հասկանան, որ այս հարցը դեռևս ուժի մեջ է եւ այն պետք է կատարվի, որտեղ հայ ժողովրդի 150 ամյա պայքարը, որ հայկական հարցը պետքա որոշվի, այս տարիներին պետքա որոշվի։ Ժամանակը եկել է, հիմա ժամանակը ցանկացած գործողությունները, որ կատարվում է Միջին Արևելքում, հուշում են, որ այս գործընթացի ստեղծման, գործընթացի ի կատարածման պահը հասունացել է։ Ես առաջարկում եմ, որ այդ պետությունների, դեսպանատների մոտ մենք կազմակերպենք միտինգներ եւ հանձնենք մեր պահանջատիրության իրավունքները, որպեսզի նրանք վերանայեն այս հարցը, վավերացնեն իրենց պարլամենտներում եւ վերակերտենք մեր միասնական Հայաստանը։ Մեր պահանջախնդիրը հենց դրանում է, մեր կառավարության հիմնական նպատակը իրավարար վճռի իրականացնում է, հայրենատիրության իրավունքը մենք ունենք եւ դա ըստ աշխարհաքաղաքական գործընթացների, որը այժմ կատարվում է մեր տարածաշրջանում, հատկապես Քրդստան պետության ստեղծմամբ, իսկ Քրդստան պետությունը ստեղծվելու է Արևմտյան Հայաստանի, Վիսոնյան Հայաստանի, այստեղ ես ցույց տամ, Վիսոնյան Հայաստանի հարավային սահմանից ներքև, այսինքն Քրդստանի հյուսիսային սահմանը Արևմտյան Հայաստանի հարավային սահմանն է։ Եվ այս պահանջատիրությամբ մենք շարունակում ենք մեր աշխատանքները։ Այսինքն մենք իրավունք չունենք հապաղելու եւ այդ իրավունքը տալ Քրդստան ստեղծվելու մեր հողային տարածքների վրա եւ ընդհանրապես մենք այսօր փոխում ենք այն գաղափարախոսությունը, որ միայն ցեղասպանության ճանաչումն է հարկավոր։ Մենք այսօր պահանջատեր ենք մեր հողերին եւ քանիցս շեշտել ենք, որ այս գործառույթը իր ստանձնել է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը, քանզի այսօրվա Հայաստանի իշխանությունները քաղաքականապես սնանկ են այդ հարցը բարձրացնելու եւ ոչ միայն այսօրվա, 3 նախագահներն էլ այդ հարցը չեն բարձրացրել եւ այդ գործառույթը ինչ-որ մեկը պետք է վերցնել, բայց սա արդեն ինչ-որ մեկը չի, սա կառույց է, որը կայացած է արդեն, ունի իր սահմանադրությունը
դա էլ շեշտենք, շատ կարևոր է։ Խնդրեմ նայեք սահմանադրությունը, Այսինքն բոլոր պետությունները ունի իր սահմանադրությունը, կարող ենք ցանկացողները կարող են ձեռք բերել եւ իհարկե մենք կարիք ունենք աջակցության մեր ժողովրդի, ամբողջ ժողովրդի։ Առաջին հերթին ուրեմն պարոն Մեսրոպյան երևի ներկայացնենք, որ արդեն երևի շատերը տեղյակ են, որ ստորագրահավաք է կայանում։ Խնդրեմ, Տիկին Հերիկնաս, խնդրեմ։ Ուրեմն մեր աշխատանքային խմբի կողմից մշակված է համապատասխան խնդրագրի տեսքը եւ այստեղ կան որոշակի ուրեմն պահեր, որ մեր ցանկացած հայ անձ կարծում եմ, որ պարտավոր է ստորագրելու իր տվյալները ներկայացնելու եւ ստորագրելու, որովհետեւ սա մեր ամբողջ հայ ազգի խնդիրն է։ Մենք պետք է դեր կանգնենք մեր տարածքներին եւ այն ամենին, ինչ որ մենք կորցրել ենք տարիներ առաջ։ Եվ այստեղ ընդհանրապես պահանջվում է անուն ազգանուն, հասցե, հեռախոսի համար եւ ստորագրություն։ Սա պահանջագրի ձևն է։ Երբ որ մեր աշխատակիցները կմոտենան ձեզ կամ ինչ որ կերպ դուք կտեղեկանաք այս խնդրագրի տեսքին, ուղղակի ես ձեզ կոչ եմ անում, որպեսզի դուք չզլանաք եւ այս ձևը լրացնեք, որովհետեւ մեզ պետք է ընդհանրապես 100,000 անձի ստորագրություն, որպեսզի մենք կարողանանք մեր պահանջով ներկայանալ համապատասխան կառավարություններին։ Եթե ունեք ինչ-որ բան ավելացնելու Տիկին Հերիկնաս այն առումով, որ շեշտեցիք, որ հայեր, բայց պատկերացրեք ես էլ Վահե Մեսրոպյանն էլ տարբեր ազգերի տալիս ենք շատ կարճ բացատրությունով, շատ մեծ հաճույքով ստորագրում են, որովհետև շատ-շատերը գիտեն այս ցեղասպանության մասին, մեր բռնագրաված հողերի մասին, մեծ հաճույքով ստորագրում են եւ սևականները եւ իսպանիկ ազգաբնակչությունը բոլորը հաճույքով ստորագրում են, այնպես որ սա ոչ միայն հայերն են ստորագրում, բոլոր ազգերի հարցն է։ Դա հայի պարտքն է, իսկ դա նրանց ցանկությունն է, օտարների ցանկությունն է։ Որ դա պետիցիա է եւ դա ինչ որ պահանջա ներկայացնում եւ ծանոթանում են, իհարկե ինչքան կարողանում ենք անգլերենով բացատրել, նրանք հասկանում են ամենայն դեպս եւ ասեմ, որ ճիշտ ասես, սևական աֆրոամերիկացիներ ստորագրել են ռուս, բուլղարացի, ուզբեկ, իսպանախոսներ, տարբեր ազգի ներկայացուցիչներ ստորագրել են հասկանալով խնդրի էությունը։ Մի հատ զանգ վերցնենք երևի հարց ունեն։ Լսում ենք ձեզ, դու եթերում եք։ Հալո։ Այո։ Լսում ենք ձեզ։ Ես ուզում եմ TV-ի վրա ցույց եմ տալի։ Այո։ Ես ուզում եմ մի բան ասեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, ասեք։ Օրինակի համար, եթե մեծահասակ մարդիկ են 85-87 տարեկան մարդիկ, որ չեն կարող գնան եւ օֆիսում ստորագրեն այդ ցույց տված հայ ջարդի թղթերի վրա, որ պետք է անենք մենք։ Շատ գերազանց հարց էր, որովհետև այս մարդկանց քանակը մեծ է։ Կարող եք ինչ-որ թղթեր բերեք, մենք ստորագրենք ամեն ձևի, ոնց է ասում։ Այո։ Մի հատ հարց տամ, դուք այդ դեյքերները այցելում եք։ Համե։ Դեյքեր այցելում եք դուք։ Ես ոչ մի դեր չեմ այցելում։ Դեյքեր, մանկապարտեզ։ 85 տարեկան մարդ եմ։ Եղավ։ Բոլորներ այդ թղթերը ստորագրեն եւ մասնագետների մեր ժողովրդին։ Շատ բարի։ Ուրեմն փորձեմ պատասխանել ձեզ։ Հիմա բոլորիդ այս համապարփակ պատասխանը կտանք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես բանի հերոստատեսյան տանի մեջ եմ ինչ։ Այո, եթերում եք դուք, լսում ենք ձեզ։ Բայց ես հիմա ուրիշներն եմ խոսում։ Որովհետև ձեր TV-ի ձայնը որ իջեցնեք, մեր հետ կլինեք։ Մեր հետ։
լսում եք այս ժամանակ։ Այո, հիմա լսում ենք ձեզ։ Okay, Edinada. Հա, Շատ բրական, բարև ձեզ։ բարև ձեզ։ Շատ ողջունել է հաղորդաշարը։ Ես ինչ որ լսեցի արևմտահայերի վտարանդիների կազմակերպությունը, Կազմակերպություն չի, սա կառավարությունն է, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Հասկանալի է հարցը։ Այո։ Պատասխանը։ Իսկ դուք կարող եք ասել ովքեր են լիազորել այդ վտարանդիների կառավարությունը եւ ովքեր են իրենցից ինչ են ներկայացնում։ Այս մեկ հարց։ Երկրորդ հարցը, եթե դուք հարցը դնում եք հանրադիտության վրա, Արևմտյան Հայաստանի հողերը գրավելու համար մեզ զենք, զինվոր եւ կռվող է հարկավոր։ Մեկ դրսում նույնիսկ քուրդ կնանիքի հետ գլուխ տնելու զինվոր չունեն։ Ինչով եք դուք մեջտեղ գալիս։ Կարող եք բացատրել, ես երկու հարց։ Սիրով բացատրենք։ Բացատրեմ։ Ուրեմն կռվելու կարիք չկա, բայց չեմ ասում դա բացարձակ այդպես կարիք չէ։ Միգուցե դա նաև հնարավոր լինի։ Ուրեմն կա իրավարար վճիռ։ Իրավարար վճիռը կայացված է եւ դա պետք է իրականացվի։ Ինչպես ասենք դատական որոշումների հարկադիր կատարում։ Դուք տեղյակ եք նաև այդպիսի գործընթացի, այս գործն էլ նույնպիսի գործընթաց է։ Իսկ ասենք որպես դատական կատարածու հանդես է գալու Միավորված ազգերի անվտանգության խորհուրդը։ Այսինքն Միավորված ազգերի կազմակերպության դատարանը երբ որ որոշեց, որ այո, դա օրինական է եւ կատարման ենթակա, պետքա անվտանգության խորհուրդը դա կատարածի։ Երկրորդ հարցին ավելի շատ երևի երկրորդ հարցն է, առաջի հարցն է հետաքրքրում, թե այս կազմակերպությունը ով է, ովքեր են։ Կազմակերպությունը ասեցինք, որ ստեղծվել է դեռ 2004 թվականին մի խումբ ազատամարտիկների շնորհիվ Շուշիում, 2011 թվականին կազմակերպությունը անվանվեց Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն եւ վտարանդի կառավարության իմաստը նրանում էր, որ չօգտագործեին էստոպելի սկզբունքը, այսինքն եթե չկա պահանջատեր, ուրեմն այդ հարցը հանվում է։ Իսկ քանի որ մեր 3 նախագահները հրապարակավ հայտարարել են, որ մենք առայժմ այդ պահանջը չենք դնում, դա թողնում ենք սերունդներին, ինչպես Սերժ Սարգսյանը ասաց Ծաղկաձորում, դրա համար մենք հանդես եկանք նախաձեռնությամբ, որ այդ աշխատանքները տարվի։ Հիմա սա աշխատանք է, որը պահանջում է համապատասխան գործընթաց։ Մենք նախադեպը ունենք այսպիսի գործընթացի, ինչպես ստեղծվել է Իսրայել պետությունը, մենք նույն գործընթացով շարունակում ենք մեր աշխատանքները։ Եթե մենք չանենք, ուրեմն ինչ որ մեկը պետք է աներ։ Մենք ովքեր ենք։ Կապ չունի թե մենք ովքեր ենք։ Եթե ինչ որ մեկը կարող է այդ աշխատանքներին ավելի լավ ընթացք տալ, նոր գաղափարներ տալ, կարող է կապնվել մեզ հետ եւ մենք իրեն կնկենք այդ աշխատանքներին, միգուցե նաեւ մեր տեղը զիջենք իրեն։ Եթե այդպիսի գաղափարներ ունի։ Իսկ եթե մենք հարցը չբարձրացնենք եւ հարցը չմիջազգայնացնենք, մեր հարցը ոչ ոք չէր կարող նայել։ Մեր հարցին հետևող չէր լինի։ Դրա համար մենք այս հարցը բարձրացել ենք, որ միջազգային հանրությունը Միավորված ազգերի կազմակերպությունից եւ դրանից ներքև գտնող բոլոր կազմակերպությունները տեղյակ լինեն, որ մենք դեռ պահանջատեր ենք, մենք դեռ ուզում ենք, որ մեր ազգը զարգանա, իսկ զարգացման համար տերիտորիա է հարկավոր, իսկ այդ տերիտորիայում պարտադիր չի, որ մենք այստեղից գնանք, այնտեղ մենք ունենք 5 միլիոն հայեր, ծպտյալ հայեր, այս թիվը ես ասում եմ ըստ Մեջլիսում, Թուրքիայի Մեջլիսում արտահայտած տեսակետի եւ նույնիսկ ավելի են, մինչեւ 7 միլիոն են գնահատում։ Ուրեմն այդ երբ որ բաժանումը կկատարվի, Թուրքիան կմասնատվի, կառաջանան նոր պետություններ, առնվազն 4 պետություններ, այդ ժամանակ կկատարվի բնական տեղաշարժ ուղղակի։ Տվյալ պետության ներկայացուցիչները մի պետությունից կտեղափոխվեն մյուսը եւ հետագա գործընթացը արդեն ավելի պարզ կլինի, որտեղ մարդիկ կարող են
Այո, այդպես Ես մի մեջբերում մտցնեմ, ուրեմն գլխավոր հարցը մեր հեռուստադիտողին հետաքրքրում էր ովքեր են լիազորել, ուրեմն հանրությանը տեղեկացնենք, որ ուրեմն կայացել են ընտրություններ 69000 հոգու ներկայությամբ, մասնակցությամբ, որտեղ ընտրվել է ազգային ժողովի նախագահ Տիգրան Բագրատունի, որը ուղակի ժառանգորդն է Բագրատունիների, այսպես ասած, այդ շարավեղից է, եւ վարչապետ է ընտրվել Արամ Մկրտչյանը, երկուսն էլ գտնվում են Գերմանիայում։ Եվ այս 39 падգամավորներ որ կան, նույն այդ 69000 հոգու մեջ ընտրությունն է կատարվել, որից ես շեշտեցի 14 հոգին այստեղ են։ Ինչպես Վահե Մեսրոպյանն ասեց, եթե ցանկացողներ կան ավելի լավ առաջարկներ, ավելի լավ աշխատանք տանելու, մենք բաց ենք, կարող եք գալ եւ ինչպես ասեց, պատրաստ են տեղերը զիջելու ավելի լավ աշխատողներին։ Սա դեմոկրատական հիմունքների վրա ստեղծված կառավարություն է իր սահմանադրությունով ծանոթանալուց հետո, եթե ցանկություն ունեք, նոր այդ հարցերը կարող են նորից արձակել։ Մեկ զանգել վերցնենք, երևի ավելի հետաքրքիր հարց ունի։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ես կները ուշ միացրեցի, երբ որ այդ տարգոմարտն էր խոսում, թե խոսակցությունը ընտրության մասին, հա։ Չէ, կները։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո։ Այո։ Արմեն ջան, դու ես։ Այո, լսում եմ։ Արմեն ջան, նայ, մի հատ ուղղակի խորտի կարգով, այդ ստորահավատները, որպեսզի ավելի հեշտ լինի, այդ ապրիլի 24-ին կարակ մեծ զանգվածով համբանը, այդ ստորագրությունները հավաքեք։ Շնորհակալություն, ասեմ ուղղակի մինչև մյուս ապրիլի 24-ը ժամանակ չունենք սպասելու, որովհետև այս նոյեմբերի 22-ն է գալիս, մինչև այս նոյեմբերի 22-ն ենք ուզում այդ ստորագրությունները ապահովել։ Քաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, եթե դուք ուզում եք օգնել մեզ, դուք կարող եք կապնվել մեզ հետ, եթե դուք այնպիսի տեղերում եք աշխատում, որտեղ մարդիկ շատ են, այնտեղ կարող եք անցկացնել։ Ուրեմն պարտադիր չի, որ դա մենք մեր 14 հոգով այստեղ անցկացնենք։ Պարտադիր է բոլորի համար, պարտադիր է ամեն հայի համար, որ ինքը կարողանա գոնե մի ամեն հայ, եթե այստեղ ասենք 100,000 հայ ապրում մենակ Գլենդելում, 100,000 հայից 50,000-ը ամեն մեկը 1000 ստորագրություն հավաքի, արդեն 500,000 ստորագրություն կլինի։ Պարոն Մեսրոպյան, ժամանակը ցավոք սորտի մոտեցավ իր ավարտին, ուղղակի ուզում եմ հիշեցնել բոլորին, որ 818 237 6614 այդ հեռախոսահամարը գրանցեք ձեզ մոտ, ինչ հարցեր կունենաք, կարող եք այս համարով զանգահարել, բոլոր ձեր հարցերի պատասխանները կստանաք, այս եթերը շարունակական է լինելու ամեն երկուշաբթի 7:30-ից մինչև 8-ը։ Զանգերը բոլորը վարում ենք, փորձենք եթերից հետո ինչ հարցեր ունեք պատասխանել ձեզ սիրով, կարծում եմ կհանդիպեք հաջորդ երկուշաբթի այս նույն ժամին եւ ավելի կոնստրուկտիվ քայլերով, ավելի կոնստրուկտիվ առաջարկներով եւ այս ցուցակների մասին ավելի հստակ տեղեկություն կտանք, որտեղ կարող եք վերցնել եւ այս ստորագրությունները կատարել։ Ձեր բոլոր հարցերի պատասխանը կփարատենք։ Այսքանը թույլ տվեք ձեր հարցերը եւ եթե հնարավորություն ունեք կապնվեք մեզ հետ։ Թույլ տվեք շնորհակալություն ասել ձեզ եւ հաջողություն մաղթել մեր հանրությանը այս դիտելու համար, կհանդիպեք հաջորդ երկուշաբթի տեսուն ձեզ։ Հաջողություն։ Բարի գիշեր։